Շնորհակալություն Հակոբ Ավագյան փոքր միջին ձեռնարկատիրության ասոցիացիա։ Իրականում ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնեմ այս կարևոր թեմայով համաժողովը կազմակերպելու համար ու կարծում եմ ինքը պետք է ավելի շատ առաջ լիներ, որպեսզի կառավարության աջակցության ծրագրերը ավելի ճիշտ դիզայնարվեր։ Ինչ խոսք շատ կարևոր է այն ծրագրերը, որ արվել է կառավարության կողմից, սոցիալական աջակցության, կրթության, բնակապահովման եւ այլն։ Իմ հարցը վերաբերում է տնտեսական կտորին, Տիկին Գասպարյան, իրականում իմ հասցեատերը ձեր պանելում չկա, չնայած սոցիալ-տնտեսական գրված համաժողովը։ Ես ուզում եմ օրինակ բերեմ, հենց մենք sense վատ փորձ ունեցել ենք Սիրիայից տեղահանված 2012-13 թվականին մեր հայրենակիցների, երբ որ կառավարությունը արեց բիզնես սկսելու, փոքր բիզնես սկսելու աջակցության ծրագիր, եւ այն ժամանակ մենք ունեինք փոքր ու միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոն, որը հենց դրա մանդատը ուներ եւ անում էր։ Ես հիմա քիչ առաջ լսեցի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի բերված օրինակը, բայց այդտեղ այդ կոմպոնենտի ընդհանրապես մի մասն է, որովհետեւ ՓՄԶԶԱՔ-ը այն ժամանակ նաեւ տեղահանված անձանց համար, հիմա այս դեպքում էլ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար շատ մեծ դժվարություն է, նույն ձևի դժվար է նաեւ փոքր բիզնեսի, բայց իրանց համար առավել եւս, օրինակ բիզնես իդեա ունեն, որ ուզում են իրականացնեն, ոչ մի բանկ իրանց վարկ չի տալիս։ Այդ ժամանակ գալիս էր աջակցության պետական ծրագիրը, որը ուներ trust fund, ՓՄԶԶԱՔ-ը ուներ երաշխիքային ֆոնդ, այդ ֆոնդով ինքը երաշխավոր էր լինում, որպեսզի բիզնես սկսեն։ Այսինքն, եթե մենք ուզում ենք, որպեսզի անձինք տնավորվեն, ապրեն, առաջի պայմաններից մեկը դա իրենց զբաղվածությունն է եւ գործ սկսելը։ Այս մասին ես նաեւ Էկամկայի նախարարության այն ժամանակ էլ ասում, որպեսզի գույքագրենք Արցախից տեղահանված ինչքան ՓՄԶ-ներ ունենք։ Ես չեմ խոսում հեկերի, գինու գործան, դրանց մասին չէ։ Իրական ՓՄԶ-ներ մենք տենց էլ առնվազնից հայտնի չի գույքագրված ունենք, ինչքան փակվեցին եկան, որոնք պոտենցիալ հենց գործարարներ էին, իրենց անցած փորձով եւ այլն։ Եվ այսօր վստահաբար կարող եմ ասել, որ այդ գործիքը ֆինանսական այդ շատ լավ է, որ նախարարը ասաց, որ կա բիզնեսի կրթելու եւ այլն, բայց հաջորդ փուլը ինչպես փող վերցնելու սկսել, մենք այդ գործիքը ցավոք սրտի չունենք։ Այդ մասով ինչ է արվելու։ Շնորհակալ եմ։ Պարոն Ավագյան, հարցին կանդրադառնա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, սակայն ներկայ է նաեւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, եթե ավելացնելու բան լինի, ապա Տիկին Սիրականյանը եւս կլրացնի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, թեև դուք էլ ասացիք, որ ավելի շատ մեր էկոնոմիկայի ոլորտի գործընկերներն են պատասխանատու, եւ այո, մեր ծրագիրը ավելի շատ տենց ընտանեկան կամ անհատական բիզնեսին է վերաբերում, որտեղ օրինակ նույն կապիտալ ներդրման չափը մոտ 2 միլիոն դրամ է, որը կարող է օգտագործել գործիքներ, պարագաներ կամ ինչ-որ փոքրիկ ներդրման վրա, բայց կարծում եմ, որ հետագայում օրինակ այսպիսի փոքրիկ բաները նախ աճելու հնարավորություն կունենան եւ սա նաեւ լավ փորձ է մեր համար այս գործիքը տեստավորելու, որտեղ մենք նաեւ պլանավորում ենք ուրիշ խմբերի համար էլ այս ծրագիրը հետագայում օգտագործել։ Ես իհարկե նորից եմ կրկնում հասցեատերը չլինելով, բայց կարծում եմ մեր գործընկերները եւ եթե կարիք կլինի կարձագանքեն եւ միգուցե առաջարկների դեպքում նաեւ մտածենք դրա վերաբերյալ, հետո հաճախ պարոն Ավագյան գիտեք, որ զբաղվածության կոմպոնենտը խաչվում է, այսինքն իրականում աշխատատեղերի մեծ մասը, որոնք որ կան Հայաստանի Հանրապետությունում, դրանք էկոնոմիկայի քաղաքականության արդյունքում են ստեղծվում, ոչ թե մեր քաղաքականությունների, մենք մարդկանց ավելի շատ վերապատրաստելու, խրախուսելու, վերապրոֆիլավորելու մասով ծրագրեր ունենք, որպեսզի իրենք մտնեն աշխատաշուկա, բայց աշխատատեղերի ստեղծման հիմնական մեծ պորտֆելը ըստ էության էկոնոմիկայի նախարարության դաշտում է եւ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար